Նախագիծը, որ իրականացնում է մեր գիտական խումբը, կոչվում է ձևափոխվող ինքնությունները իբրև քաղաքագիտական հետազոտության ուսումնասիրության հիմնահարց Հարավային Կովկասի երկրների օրինակով։ Խումբը բաղկացած է 4 հոգուց, որտեղ կան եւ փորձառու գիտնականներ եւ նաեւ երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ։ Մենք հանարում ենք, որ այս նախագիծը բավականին արդիական, ակտուալ թեմայի շուրջ է իրականացվում։ Ինքնությունների հիմնահարցը բավականին կարևոր է արդի հասարակական տարբեր գիտությունների համատեքստում, այսինքն ինքնին պարզ է, որ սույն հիմնահարցը ունի տարբեր ասպեկտներ, տեսանկյուններ, դրանց մեջ փիլիսոփայական, սոցիոլոգիական, պատմագիտական, մշակութաբանական, իհարկե քաղաքապրկտական։ Մեր նպատակն է քաղաքագիտական տեսանկյունից դիտարկել ինքնությունների հետ կապված որոշ գործընթացներ, հատկապես Հարավային Կովկասում։ Ինքնությունները արդի դարաշրջանում բավականին ինտենսիվ ձևափոխման գործընթացի մեջ են գտնվում։ Երբեմն այդ գործընթացը ընթանում է ինքնաբուխ, սպոնտան կարելի է ասել, երբեմն այդ գործընթացը որոշակի նպատակաուղղված քաղաքականության հետևանք է, եւ որպեսզի քաղաքագիտական տեսանկյունից հասկանալ, թե ինչպես է մի կողմից ինքնությունների ձևափոխումը ազդում քաղաքական գործընթացների վրա եւ ներքին կոնկրետ պետության առումով եւ արտաքին հարաբերությունների, իսկ մյուս կողմից հասկանալ, թե այդ ինքնությունների ձևափոխումը ինքը հանդիսանում է, ինչպես է հանդիսանում որոշակի սուբյեկտների, առաջերտին պետության գործունեության հետևանք, այդ տրանսֆորմացիան ինչպես է տեղի ունենում, այսինքն կարելի է ասել ինքնությունների ձևափոխումը նաեւ իբրև ազգակերպման քաղաքականության իբրև արդյունք կամ ինքնության քաղաքականության արդյունք։ Եթե ինքը տերմինը որպես գիտական հասկացության լեզվական արտահայտում ձևավորված սոցիալ-հոգեբանության մեջ, ապա հետագայում ինքը տեղափոխվեց, եթե այդպես կարելի է ասել, հասարակական այլ գիտությունների մեջ, պատմաբանները սկսեցին կիրառել այս տերմինաբանական գաղափարը, սոցիոլոգները կիրառեցին, քաղաքագետները կիրառեցին, փիլիսոփաները եւ այլն, եւ իհարկե պարզ է, որ ամեն մի կոնկրետ դեպքում որոշակի ընդհանրություն կա այդ հասկացության կանոնի մեջ, կան նաև որոշակի տարընթացություններ։ Ավելին կան տեսակետներ, որ չափից շատ կիրառվում է այս կամ այն ոլորտում այս հասկացության լողոզում է բովանդակությունը եւ կան քննադատական մոտեցումներ այս հասկացության առատ, այսպես ասած, կիրառման առումով ինքնության հայեցակարգը, կոնցեպտը մեր կարծիքով թույլ է տալիս իրոք դիտարկել ինքնության ֆենոմենը հենց միջգիտաճյուղային տեսանկյունից։ Ինքնություն հասկացությունը կտրված չի կարող լինել ինքնության կոնկրետ դրսևորումից կամ տարատեսակից, իրականում կոնկրետ ինքնությունը դա հստակ ընդհանրենք կրոնադավանաբանական ինքնությունը, էթնիկ ինքնությունը, ազգային ինքնություն, քաղաքակրթական ինքնություն կարելի է կիրառել հասկացությունը, քաղաքացիական, պետական քաղաքացիական ինքնություն։ Այսինքն ասելով ընդհանրապես ինքնություն, մենք ենթադրում ենք այդ տարբեր դրսևորումների ինքնություն, եւ ինքնին իհարկե խիստ կարևոր է դառնում այդ ինքնության տարբեր դրսևորումների, տարբեր շերտերի, տարատեսակների հարաբերակցության հարցը, քանի որ կոնկրետ հասարակություններում, որտեղ կան ինքնության տարբեր այդ շերտերի դրսևորումները, ամեն կոնկրետ հասարակությունում ինչ որ մի կոնկրետ ձև է դառնում որոշող։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի պետությունների, երկրների, հասարակությունների ինքնությունների ուսումնասիրմանը, պետք է հաշվի առնել նախ մի կողմից, որ
երբ որ մենք օգտագործում ենք Հարավային Կովկաս, ասել այս հասկացությունը, դեռորից մենք ենթադրում ենք, որ այստեղ ներառվող միավորումները, հասարակությունները, ազգերը ունեն ինչ-որ մի ընդհանրություն ըստ երևույթի, բայց միաժամանակ Հարավային Կովկասը նաև պետք է հասկանանք, որ այս կամ այն չափով ավելի շատ աշխարհագրական, աշխարհաքաղաքական անդամում է որոշակի տարածաշրջանի, որտեղ նաև հասարակությունների մեջ կար բավականին մեծ տարբերություններ։ Իհարկե պատմական առումով, եթե վերցնենք պատմագիտական հետազոտության առումով, կարելի է վերցնել անոն կոնկրետ հասարակությունը, էթնոսը, ազգը, ապրում է այս տարածաշրջանում եւ տեսնել, թե որ գործոններն են ազդում ինքնությունների զարգացման, ձևափոխման, բյուրեղացման վրա, բայց մեր խնդիրը հաշվի առնելով այդ պատմական իհարկե հետաքրքիր շերտը, մեր խնդիրը հասկանալ այն ձևափոխումները առաջնահերթին, որոնք ընթացան խորհրդային պետության փլուզումից հետո եւ փաստորեն ազգային պետությունների կերտման, զարգացման, որովհետեւ այդ գործընթացները ունեն որոշակի ընդհանուր օրինաչափություններ, բայց նաև ունեն եւ ունեն նաև սեփական առանձնահատկությունները, եւ որպեսզի Հարավային Կովկասի զարգացման օրինաչափությունները համարժեք ընկալել, դրանով իսկ հասկանալ հնարավոր միտումները տարածաշրջանի այստեղ ապրող հասարակությունների զարգացման միտումները հասկանալու համար պետք է առանձնահատուկ ուսումնասիրել եւ իսկ կարևորը իհարկե նաեւ միջպետական զարգացման առումով հասկանալ զարգացման միտումները, որովհետեւ ասած մենք իրարից ոչ միտեղ չենք կարող փախչել, մենք իրար կողք կողքի պիտի ապրենք, երբեմն մրցակցելով, երբեմն առճակատվելով, երբեմն փորձելով համագործակցել, մենք պիտի հասկանանք միմյանց, հասկանանք այդ ընդհանուր տրենդերը, միտումները զարգացման, եւ հաշվի առնելով այդ ամենը կարողանանք կոնստրուկտիվ որոշակի քաղաքականություն իրականացնել։ Այստեղ կարևորը տեսնել ոչ միայն այդ նեղ շահը ընդհանրապես երևի գոյություն չունի, այդ շահը ինչ որտեղ արտահայտումն է այն գործընթացների, այդ թվում ինքնության ձևափոխման գործընթացների, եւ եթե մենք այդ գործընթացները խորքային փորձում ենք հասկանալ եւ հասկանում ենք այդ օրինաչափությունները, ինքնությունների տրանսֆորմացիային, դա թույլ կտա ավելի իրատեսական դիրքերից կառուցել քաղաքականությունը, որտեղ այդ շահերը նաև կարող են խաչվել, համընկնել, ինչը դարձնի ընդհանրապես տարածաշրջանի զարգացումը ավելի կոնստրուկտիվ, եթե այդպես կարելի է ասել, քանի որ ցավոք սրտի այդ խորհրդային ժամանակահատվածում այս ռեգիոնը, որ կարող դառնար խիստ զարգացող առաջադեմ իմաստով զարգացող ռեգիոն, աստորեն դեստրուկտիվ զարգացման ուղով գնաց, իրականում տարածաշրջանը իր եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ, իր քաղաքակրթական դիրքով, եթե այդպես կարելի է ասել, կարող է լինել իրոք շատ դուրս կոնստրուկտիվ զարգացման, այսպես ասած, մի հանգույց, որտեղ իմ կարծիքով օգնությունների այդ ձևափոխման ընկալումը կարող է լինել գրավականներից մեկը նման քաղաքականություն իրականացնողը։